զարմանալին ու առեղծվածայինը հաճախ հենց մեր կողքին է։ Պետք է միայն նկատել ու գնահատել այն։ Օրինակ, մեր քաղաքների փողոցներում ու պուրակներում կարելի է հանդիպել բազմահազարամյա պատմություն ունեցող հսկայական քարարձանների։ Ինչ են դրանք եւ ինչ դեր են ունեցել հայերի անցյալում։ Անհիշելի ժամանակներից հայ ժողովուրդը հյուսել է առասպելներ ու հեքիաթներ լեռներում ապրող խորհրդավոր էակների, վիշապների մասին։ Հեքիաթներում նրանք աղբյուրների տիրակալներ էին։ Նրանց տակ թաքնված էին գանձեր։ Վիշապներն էլ մեկ բարի ու իմաստուն էին, մեկ չար ու սարսափելի։ Բայց որտեղից են ծնվել այդ հեքիաթները։ Նրանց հիմքում հայ ժողովրդի իրական պատմությունն ու դիցաբանությունն է։ Հազարամյակներ առաջ մեր նախնիները լեռներում տեղադրում էին ուղղաձիգ քարարձաններ, որոնց անվանել են վիշապներ կամ վիշապաքարեր։ Ասելով վիշապ, մենք այսօր պատկերացնում ենք հսկայական թևավոր հրեշ կամ այլ ոչ բարի էակ։ Բայց հնում վիշապ բառը հայերենում սարսափելի բան չէր, այլ ընդամենը նշանակում էր մեծ, հսկա։ Մենք ինչպես հնում, այնպես էլ այսօր կետին անվանում ենք վիշապ ձուկ, իսկ պտտահողմին վիշապ քամի։ Իսկ որն էր այդ մեծ մինչև 5 մետր բարձրություն ունեցող առեղծվածային արձանների իրական նշանակությունը։